Сейчас они, на этой машине ее отвезут. Наверное, я так думаю. Հարգելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներ, նոր ավարտվեց այդ փաստաբանը, որը կանչել էր քննիչը եւ որը ապօրինի էր մասնակցում այդ դատավարությանը, նորին զանգահարեց եւ ասեց շատ մեծ ուրախությամբ, որ Լիլիթ Աղեկյանին 1 ամսով կալանք են տվել։ Պատկերացնում եք, Լիլիթ Աղեկյանը այս պահի դրությամբ արդեն 1 ամսով կալանավորված անձ է եւ այդ անձը, ով որ ներգրավել է որպես հանրային պաշտպան, այս անձը մասնակցել եւ օրինականացրել է այս ապօրինությունը։ Հանրային պաշտպանի գրասենյակին եմ ես կոչ անում հետաքննել այս անձի գործունեությունը, ինչ հիմունքներով է նա ներգրավել այս գործընթացի մեջ, որի իրավունքը չուներ, որովհետեւ Լիլիթ Աղեկյանը նրանից հրաժարվել է, դատարանի առջև է նրանից հրաժարվել, բայց փաստացի այս մարդը եկել է մասնակցել է, որպեսզի օրինականացնի Չիչոյանի եւ այս քննիչի ապօրինությունները։ Հիմա մենք սպասում ենք, որպեսզի ստեղից դուրս գա մի ավտոմեքենա դուրս եկավ այս դարպասներից, հավանաբար այդ դատավոր է, ով է այդ կոչեցյալը, ով այդ 1 ամսվա կալանքի որոշումն է կայացել, նա էր։ Հիմա սպասում ենք այն ավտոն դուրս է գալու թե ոչ, որով տեղափոխել էին Լիլիթ Աղեկյանին այս դատարանի տարածքը։ Հիմա դրան ենք սպասում, տեսնենք ինչ կլինի։ Փաստացի պատկերանի իրավունքից Լիլիթ Աղեկյանին զրկեցին խոշտանգումից զերծ մնալու հնարավորություններից եւ իրավունքից, որը միանշանակ է եւ ոչ մի կերպ չի կարող սահմանափակվել, խոշտանգեցին 1 գիշեր, Լիլիթ Աղեկյանին ապօրինաբար բերեցին դատարան 12 ժամ անց, այսինքն էլի օրենքի խախտումներով, Լիլիթ Աղեկյանին մինչև վերջի րոպեն այդ 24 ժամը լռանալը նոր որոշում են կայացրել 1 ամսվա ազատազրկման, այսինքն 1 ամսվա կալանք են նախատեսել ազատազրկման ձևով։ Այսինքն կալանքի տակ պետք է պահեն 1 ամիս։ Հələ դու այս սրիկաներին նայեք, այս ստորներին նայեք, ինչ են անում։ Եվ այս ստորները անում են այս ամեն ինչը Գյումրիում, ինչի համար, որ Լիլիթ Աղեկյանն ասեց, նա ուրախ է, որ ՔՊ-ն մաքրվել է Գյումրիից, այսինքն այդ ՔՊ-ի դեմ պայքարը չեն ներում Լիլիթ Աղեկյանին, ով հրապարակավ այդ մասին հայտնեց եւ չէր թաքցնում իր զգացմունքները այդ ՔՊ-ից մաքրվելու վերաբերյալ։ Սա է տեղի ունեցել Գյումրիում։ Ես նաեւ կոչ եմ անում Գյումրիի այս նոր քաղաքապետարանի ավականուն, ովքեր որ ընդդիմադիր էին հանդես գալ եւ պայքարել Լիլիթ Աղեկյանի իրավունքների համար։ Վերջ ի վերջո Լիլիթ Աղեկյանը քաղաքի համար շատ բան է արել, կոռուպցիայի դեմ պայքարի համար մեծ ներդրում ունի, մինչև օրս էլ շարունակում է, եւ սա արվել է նրա համար, որպեսզի Լիլիթ Աղեկյանին զրկեն հնարավորությունից պայքարելու կոռուպցիայի դեմ։ Հիմա տեսեք, մենք մի կազուսային վիճակում ենք հայտնվել, կա մի հանրային պաշտպան, որը իրավունք չուներ մասնակցելու, որը քննիչի կողմից հրավիրված անձ է, քննիչի գործն է սպասարկել, եւ մենք ունենք մի վիճակ, որ մենք չենք կարողանում հիմա բողոքարկենք այս խուլիգանական որոշումները։ Ունենք մի հատ խուժան մարդու իրավունքների չգիտեմ ինչ, որը նույնիսկ չհաճեց ժամանել տվյալ վայր, տեսնել ինչ է կատարվում այստեղ։ Ասեցինք, որ խոշտանգել են, ասեցինք, որ հիվանդանոց են տարել, ասեցինք շտապօգնության մեքենայով են տարել, ասեցինք բոլոր ժամկետները խախտել են, ասեցինք, որ որևիցե հիմքեր չկա նրան կալանավորելու, բայց պատկերացրեք կալանավորել են ում պատվերով, Չիչոյան, Աննա Վարդապետյան, չգիտեմ ինչ, Շարիկովներ եւ այլն։ Սա է վիճակը այսօր Գյումրիում, մի հատ տեսեք ինչ է կատարվում։ Եվ ես նաեւ դիմել եմ Գյումրիի ավականու բոլոր խմբակցություններին, իհարկե բացի թուրքական խմբակցությանը, որպեսզի նրանք նաև հանդես գան իրենց դիրքորոշմամբ եւ դատապարտեն այս գործելաբոճը իշխանությունները, այս թուրքական։ Մինչեւ հիմա դեռ արձագանք չունեն, բոլորը ասել են այո, մենք էլ ենք կողմ, որ նման բաներ տեղի չունենան, բայց գործնականում դեռ պատասխան ես չեմ ստացել։ Գյումրիում կա 4 ընդդիմադիր խմբակցություն, որը իշխանություն է։ Եվ Գյումրին պարտավոր է արձագանքել այս ապօրինությանը, որը կատարվել է գյումրեցի տիկնոջ նկատմամբ։
Գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանի նկատմամբ։ Լիլիթ Աղեկյանին այսօր կալանք են տվել 1 ամիս ժամկետով։ Այդ նույն կալանքները տալու են բոլորին, սա շարունակական բնույթ է ունենալու, եթե դուք հիմա չպայքարեք Լիլիթ Աղեկյանի իրավունքների համար։ Սա խայտառակություն էլ ինչ ասեմ։ Դուք հələ պատկերացրեք, քանի կողմից հարվածում են եւ թույլ չտվեցին, որ ես մասնակցեի Լիլիթ Աղեկյանի պաշտպանությանը եւ ում են բերել մասնակցի, ինչ որ հանրային պաշտպանի գրասենյակից, չգիտեմ ում, ես իմ ով է, որ ասում է ես չէի կարող չմասնակցել։ Տղա ջան, ոնց չէիր կարող։ Քեզանից հրաժարվել են, քեզ ասել են դու քննիչի փաստաբանն ես, ինչի ես եկել մասնակցել։ Դու մի հատ բողոք ներկայացրել ես այս ընթացքում։ Դու մի հատ գործընթացին մասնակցել ես ի պաշտպանություն Լիլիթ Աղեկյանի։ Ոչ մի բան չես արել։